Ես հյուրընկալել եմ Տավուշի մարզի Բերթավան գյուղի բնակիչ 78-ամյա։ Կասեմ։ Այսօր ես հյուրընկալել եմ Տավուշի մարզի սահմանամերձ Բերթավան գյուղի սահմանամերձ Բերթավան գյուղի բնակչին, պատմության ուսուցչի, ազգագրագետի պարոն Սամսոն Խոջյանին։ Բարի օր, ձեզ շնորհակալ եմ, որ ժամանակ եք գտել, որ հետևողականորեն եկաք, հասաք եւ տաղավարում մեր հանդիպումը կայացավ։ Դուք ինձ անընդհատ ուզեցիք շտկեք, ուղեք, դա սովորաբար ուսուցիչներին բնորոշ է, ինքս էլ մանկավարժ երեխա եմ, գիտեմ, որ այդպիսի նրբություններ կան, ձեր մասին պատմեք, քանի տարի եք դպրոցում աշխատել։ Ուրեմն սովորել եմ Բերթավանի միջնակարգ դպրոցում, ավարտել եմ, ընդունվել Երևանի պետական համալսարանը ավարտել եմ պատմաբան ազգագրագետի մասնագիտությամբ, բայց ինչպես էր ժամանակ ընդունված էր դպրոց եմ մտել դասավանդել պատմություն առարկա, պատմություն եւ հասարակություն առարկա։ Ուրեմն դպրոցում աշխատել եմ ընդհանուր առմամբ մոտ 35 տարի։ Այդքան ստաժ ունեմ։ Եղել է ժամանակ, որ դպրոցից ինչ որ մի կարճատև ժամանակ դուրս եմ եկել, բայց էլի մտել, բայց կյանքս անցել է Բերթավան գյուղում եւ ուրիշ տեղել չեմ պատկերացնում, որ կարող էի ապրել։ Ես այն կարծիքին եմ, որ իմ օրինակ գյուղի գրավիտացիան այնքան ուժեղ է, որ ես ուրիշ տեղ չեմ կարող ապրեմ, անընդհատ այդ հողն է ցկում ինձ։ Սովորական գրավիտացիայից մի քիչ էլ ուժեղ։ Մի քիչ էլ ուժեղ։ Անկամ որ տղաներս հիմա որ ասում են միտեղ ուղարկեն գնա հանգստացի, գնա մանարի աշխատես, այդ բոլորից ես հրաժարվում եմ, որովհետև Ձեր աշխարհը Բերթավանն է։ Իմ աշխարհը Բերթավանն է, ու հետո հիմա հնարավորություն կա նաև զանազան ծրագրերի, հեռուստահաղորդումների եւ այլ աշխարհը տեսնել տանից, էլի ես չեմ ուզում գնալ ուրիշ տեղ, այդպես աշխարհը տեսնել տնից, աշխարհը տեսնել Բերթավանի դիտակետից։ Դուք ինձ ասացիք, որ 35 տարի հետո մասնագիտական ստաժից հետո ինքներդ որոշում կայացրիք գնաք Թոշակի, որպեսզի հնարավորություն տաք երիտասարդներին, բացատրեք արդյոք ճիշտ որոշում եք կայացրել արդեն տարիների հեռավորությունից եւ եթե աշխատանքային օրենսգիրքը այն ժամանակ փոխվեր եւ ձեզ հնարավորություն ընձեռվեր շարունակել աշխատելը, կշարունակեիք թե ոչ։ Ես ճիշտն ասեմ, միշտ այն կարծիքին եմ եղել, որ պետքա երիտասարդությանը տեղ տալ։ Երիտասարդությունը պետքա ապագա կերտողն էլի, բայց ես նաեւ այն կարծիքին եմ, որ Թոշակի անցնելուց հետո պետք է օգտագործել են մարդկանց պոտենցիալը, ովքեր ասելիք դեռ ունեն, էլի, դա կլինի արդեն առանց վարձատրության։ Ես ճիշտն ասած վերջին անգամ աշխատել եմ Նոյեմբերանի դպրոցում, աշխատանքից հետո էլ մի քանի տարի ինչ որտեղ երբ ակումբ եմ վարել երեխաների հետ, որը ինձ ավելի մեծ հաճույք է պատճառել, դա հասարակական հիմունքներով է եղել եւ ոչ մի վարձատրություն չի եղել, բայց Դուք ձեր արածից եք գոհ եղել։ Ես շատ գոհ եմ, որովհետև դպրոցում ամենամեծ բացողում որ այսօր կա, այնա որ տալիս են գիտելիքների պաշար պատրաստի եւ պատրաստի պահանջում էլի, մինչդեռ իմ կարծիքն է նա, որ պետքա երեխաներին ավելի շատ մտածել սովորեցնել։ Այս խաղը ինչ որտեղ երբ այդպիսի հնարավորություն տալիս է, մարդը կարող է ոչինչ չգիտեն այդ բնակավարի մասին, սակայն մտքի թռիչք կատարելով կարող է պատասխանել հարցերի։ Դա շատ մեծ ողջավորություն երեխանց մոտ առաջացնում, ես նույնիսկ գրանցել եմ դեպքեր, որ երեխան, որը եկել է ակումբում խաղերի, որը ժամանակից հետո ուսուցիչները սկսել են խոսել այն մասին, որ այդ երեխան լուրջ առաջընթաց է ունենում, նախկինում ոչինչ չէր լսում, ոչինչ չէր անում, առաջադիմության վրա է, առաջադիմության վրա հաստատապես ազդում է, ու հետո մեզ պետք չի սոսկ գիտելիքների կրող մարդ, մեզ պետք է որպեսզի նա ունենա երևակայություն։ Էյնշտեյնը ժամանակին ասել էլի, ասել է մարդ ավելի լավ է երևակայություն ունենա, քան թե գիտելիքների մեծ բեռ։ Այնպես որ երևակայության զարգացման առումով այդ խաղը ես համարում եմ ֆանտաստիկ խաղ ուղղակի։ Հիմա չեք շարունակում Բերթավանում Բերթավանում անց եմ կացնում, ուրեմն Բերթավանում անց եմ կացնում մարտիութին նվիրված երեխաների բանին հետաքրքիրն է նա, որ տնային տնտեսուհիներին, ովքեր աշխատանքի տեղը մեծ մասամբ մանկապարտեզներում, մշակույթի տներում եւ բուժիմնարկներում աշխատում են կանայք, նրանց ասում եմ
բերեք այդ տնային հոգսերը եւ բանկապարտեզային եւ այլ հոգսերը մի կողմ դրեք, եկեք նստեցեք սեղանին, ձեզ դրսևորեք որպես գիտակ։ Ասում եմ, այդ ոլորտում էլ պետք է երևակ էլի եւ պետք է ասել, որ բավականին լուրջ ակտիվություն ա նկատվում, սիրով են սպասում հաճախ են հարցնում, այն նույնիսկ փողոցում հանդիպում են, հարցնում են, ասում են, բախաղը երբ է լինելու, որովհետեւ արդեն դա մի ձևի դառնում է կենսակերպ է դառել, հաճելի մի բան։ Մարդիկ ուզում են ինչ որ բազմազանություն լինի իրանց կյանքում։ Իսկ դա կարևոր բան է, այդ խաղը ես համարում եմ շատ կարևոր եւ մեծագույն հարգանք եմ տածում այդ խաղը ստեղծողների Վլադիմիր Վորոշիլովի եւ Նատալիա Ստիցենկոյի նկատմամբ, որովհետեւ նրանք մարդկանց ստիպեցին գրքերը վերցնել, կարդալ, որովհետեւ հարցեր գրելը հեշտ չի։ Հրաշալի է։ Հա։ Գիտեք ինչ, պարոն Խոջյան, ես կարող եմ ձեզ խնդրել, որ դուք հարցերին փորձեք բարբառովել պատասխանել, որովհետև Տավուշի ուղղությամբ բարբառը շատ գեղեցիկ է, ելևեջներով, ամեն ինչով։ Փորձենք այսպես մի հնարքի մեջ մտնենք, համ ձեր տարածաշրջանի բնակիչները հաճույքով կլսեն, հեշտ կընկալեն, մյուս կողմից էլ մյուսների ականջը մի քիչ կսովորի։ Շատ բարբառի մեջ չգնանք, բայց այնուամենայնիվ որոշ տարեր օգտագործեք։ Ձեր մասին ինձ պատմեց ձեր աշակերտուհին, ինչ հարաբերություններ ունեք ձեր կերտած սերունդների հետ։ Ես ասեմ, որ միշտ չի որ սերը փոխադարձա լինում, բայց այդ պարագայում իմ վերաբերմունքը իմ սերը աշակերտների եւ աշակերտների սերը հանդեպ ինձ փոխադարձա։ Այս առումով իհարկե շահած վիճակում եմ, ես շահած մարդ եմ։ Իմիջայլոց ասեմ, ես գիրք եմ գրում Բերթավանի մասին։ Դրանք անդրադառնանք, դրանք ոնց է կարել, որ երեխաները, աշակերտները, որոնք այսօր կայացած մարդիկ են, ձեզ հիշում են, ձեզ սիրում են, դեռ մի բան էլ ինձ զանգել եւ խնդրել են, որ մեր պատմության ուսուցչին անպայման հրավիրեք։ Ասեմ, դա գաղտնիք չկա, գաղտնիքը մեկը այնա, որ ասենք ես երբեք երեխաների չեմ բանանել, որ բաժանարար գիծա ուսուցչի սեղանը եւ աշակերտները։ Ես այնպես արել եմ, որ ինձ ա վստահվել ձեր գործը, բայց առանց ձեզ այս գործը յոլա չի գնա։ Մենք միասին պետք է աշխատենք, ճանապարհ անցնենք։ Ու երբեմն դպրոցում լինում են իրավիճակներ, թեժ իրավիճակներ։ Հա, պատահում է, որ ուսուցիչը դա իրարու բան չգիտես ինչ ասում է։ Ես միշտ աշխատել եմ հումորով դուրս գալ այդ վիճակից, մի հումոր անել, որը լիցքաթափել ամբողջ իրադրությունը, բոլորը ծիծաղել են, ես էլ եմ ծիծաղել։ Հետո ես չեմ վախեցել, որ երբեմն երեխաները նաև իմ վրա էլ ծիծաղեն, այնպես որ իմաստուն մոտեցում է։ Ես համարում եմ, որ երեխաներին պետք է միշտ ավելի բարձր դասել, քան դու ինքդ ես, որովհետև դու չգիտես նրանք ինչ կդառնան։ Դու արդեն դարձել ես էս։ Գյուղում մի մարդ կա, ասում է, ուսուցիչ նման ասում է, այծի պոչի, ոչ երկարում է, ոչ կարճանում, բայց միշտ աշակերտի մեջ պետք է տեսնել ապագան, իսկ այդ ապագան իսկապես ես ունեմ աշակերտներ, որոնք բավականին լուրջ հաջողություններ են ունեցել, լուրջ։ Եվ այսօր էլ ինձ հետ կապի մեջ են իմ Facebook-յան ընկերների մի զգալի մասը աշակերտներս են։ Հենց ձեր աշակերտներն են։